Երբ ճոճանակը հասնում է ամենացածր կետին, բնականորեն սկսում է բարձրանալ։ Որպես կանոն, սրընթաց։ Անկում, որ շարունակվում է 5 տարի, հայտնի հոգեթերապևտ Էլիզաբեթ Քյուբլեր-Ռոսը սահմանել է մարդու ողբերգությունը հաղթահարելու 5 փուլերը՝ մերժում, ցասում, ցավի ճանաչում, դեպրեսիա եւ ելքի փնտրտուք։ Եվ հենց դեպրեսիայի ու փնտրտուքի արանքում է, որ պետք է սեղանին դրվի ելքի դեղատոմսը։ Այսպես է նաև պետությունների կյանքում՝ Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա։ Նրանք ցույց են տվել ինչպեսների եւ ինչուների ճանապարհը։ 1945 թվականի համաշխարհային պատերազմից հետո ճոճանակի ամենացածր կետում էր Գերմանիան։ Երկիրը պարտվել էր պատերազմում, քաղաքները գետնին էին հավասարվել, տնտեսությունը ավելի վարիչ էր։ Բայց պետությունը մշակեց պարտությունից բժշկվելու իր դեղատոմսը, ստեղծեց մասնագիտացված կրթարաններ, փոխեց արժույթը, շուկան դարձրեց բաց, իսկ վերահսկողությունն իր գործարարների համար թուլացրեց։ Այսօր Գերմանիան աշխարհի 4-րդ ամենամեծ պետությունն է, Եվրոպայի տնտեսական շարժիչն ու արդյունաբերական գերհսկան։ Ավերակների վրա տեխնոլոգիական եւ տնտեսական գերտերություն վերստեղծեց նաեւ Ճապոնիան։ Made in Japan-ը դարձավ որակի ու նորարարության խորհրդանիշ։ Հաջողության ֆանտաստիկ պատմությամբ է հայտնի Իսրայելը, որ անարդար բախտավորությամբ դարձել է աշխարհում կանոններ գեներացնող ու թելադրող կենտրոններից մեկը։ Ինչու անարդար, հարցրեցի Գիտուժ նախաձեռնության անդամ Արամ Փախչյանյանին, որովհետև նրանց վիճակվեց հայտնվել ճիշտ տեղում, ճիշտ պահին, մյուսներին ոչ։ Բայց հաջողության բանալին միայն դա չէ։ Իսրայելը շեշտը դրեց բանակի վրա, երկիրը բերեց արտաքին ներդրողների, բացի այդ դարձավ ստարտափ ծրագրերի հայրենիք։ Կարևորեց գյուղատնտեսությունը, ջրային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունն ու բարձր տեխնոլոգիաները։ Իսրայելի ուղերձներից է, երկրի աշխարհագրական մետրերը կամ մղոնները չեն, որ որոշում են նվաճումների մասշտաբը։ Ինչու եմ այսքանը պատմում։ Դուք նմանություն տեսնում եք թվարկված պետությունների ու Հայաստանի միջև։ Պատերազմում պարտություն, կորուստներ, արտագաղթ, տնտեսական ծանր վիճակ։ Այս պետությունները ոտքի են կանգնել։ Իսկ ինչ է պետք Հայաստանին։ Մենք պետք է հավաքենք քրիտիկական զանգված մտավոր կարողության բջջի ոլորտում։ Նշանակում ենք պետք է կարողանանք ունենալ ուսուցչական կարողություն եւ համալսարանական ուսանողների եւ աշակերտների ապագա կարողությունները ձևավորելու համար, որպեսզի լինենք մրցակցային այդ ոլորտում։ Ինչպես կրթացնի մի անգամ։ Ինչպես մենք պետք է ստեղծենք ծրագրեր եւ գործողություններ իրագործենք, որպեսզի գրավենք, ներգրավենք երիտասարդներին, ովքեր այսօր մտածում են ինչպես շարունակել իրենց կյանքը, որ գան եւ զբաղվեն կրթական գործունեությամբ, լինեն ուսուցիչներ եւ դրա հետ մեկտեղ փոխենք ուսուցչի աշխատանքի պատկերը հասարակության մեջ, որպեսզի այն լինի գրավիչ։ Թվարկված պետությունների պես Հայաստանը եւս չունի գազ, նավթ, բայց ունի օրինակ խմելու ջրի պաշար, որի համար են կանխատեսվում հաջորդ պատերազմները։ Ունի ուղեղներ եւ ձեռքի շնորհք։ Իսկ ինչքան ժամանակ է անհրաժեշտ ունեցածը նպատակային կիրառելու համար։ Եթե մենք ուզում ենք վերականգնենք մեր ուսուցչական պոտենցիալը դպրոցներում եւ դասախոսական պոտենցիալը համալսարաններում, երևի 3-5 տարի կտևի, դա գուցե մի քիչ ավել, որտեղ մեր կադրային բացը արդեն բավականին մեծ է, բայց դա միակ եւ ամենակարևոր քայլն է, որից պետք է սկսել։ Ի տարբերություն կրթական ոլորտի, IT-ում 5 տարվա ներդրումներն աշխարհի առաջին գնաց կարող են տեղափոխել Հայաստանին։ Ինչպես պետական աջակցությամբ, ֆինանսավորմամբ եւ ուղեղների արժեվորմամբ։ Կարևոր է հասկանալ, որ մենակ տեխնոլոգիական հատվածը չպետք է զարգացնես։ Իրականում դու պետք է այնպես խրախուսես, որպեսզի ասենց ամեն ինչը մտնի մեկը մյուսի մեջ, որտեղ այսօր գյուղատնտեսությունը նույնպես տեխնոլոգիական զարգացում է ստանում, այսինքն պետք չի այսօր տեխնոլոգիան որպես անջատ ճյուղ դիտարկել, այդ դեպքում լավ չի ստացվի, պետք է այս ամեն ինչը ոնց որ մեկը մյուսի մեջ մտնի։ Պետություն մասնավոր հատված հարաբերությունների որակից է կախված տնտեսության շնչուղիները կբացվեն, թե հակառակը։ Տնտեսական վիճակով Հայաստանը նման է Իռլանդիային։ Եվրոպական ամենաաղքատ երկիրն էր Իռլանդիան։ Ընտրեց բաց տնտեսական մոդելի, ցածր հարկերի եւ կրթության ոլորտում ներդրումների ճանապարհը։ Գրեթե նույն մոդելն է առաջարկում Միրաքյանը։ Պետությունը պետք է բիզնեսին դիտարկի որպես գործընկեր։ Հենց որպես գործընկեր չդիտարկեց, ամեն ինչ քանդվում է, քայքայվում է։ Հիմա Հայաստանում կա այնպես բացական միտում, որ պետական որոշ կառույցներ բիզնեսին որպես գործընկեր չեն դիտարկում։ Օրինակ պետական եկամուտների կոմիտեն գործընկեր չի դիտարկում բիզնեսին։ Բիզնեսին դիտարկում է որպես
տուգանքի մատերիալ։ Բիզնեսը հետաքրքիր օրինաչափություն ունի։ Կործանման պահին գտնում է դեպի վեր տանող դռան բանալին։ Միրաքյանը հենց այս պահին է հիշում Չեխիայի իր գործընկերոջ պատմությունը։ Ստրեսի մեջ նայում էի, դե հասկանում եմ, որ $15 միլիոն վարկեն վերցրել, հաստոցները մարել, հեսա չեմ կարողանալու վճարեմ, որովհետև թափոնուրն է մեծ։ Վերցեցի, ասում եմ, կլորակներ սարքեցի այդ թափոնից, ուղարկեցի խանութ, ասեցի, տեսեք, կարեք վճարեք։ Զանգից ասում շատ լավն է, նորից ուղարկի մեզ։ Ու տենց սկիզբ դրվել Մարլենկայի հանրահայտ կլոր բաները, որը Ռաֆայելոյին եմ ասած, փոքրիկ կլոր ստանում են Մարլենկան, հա, ու այդ սկզբանե թափոնից է ստացել, այս պահին արդեն իրենց ամենաշատ վաճառող պրոդուկտն է։ Ամենաուժեղ գործարարը, ծրագրավորողը, ուսուցիչն անգամ պետության կարիքն ունեն։ Այլապես ճոճանակի օրինաչափությունը չի գործի։ Ինչպես մի լավ գործընկերներ ասում, ով որ Շուշիում հյուրանոց կորցրեց, ինքը երբ որ 20 թվականին այդ հյուրանոց ամենամեծ հյուրանոցը Շուշի, երբ որ մնաց այնտեղ, իրան հարցեց, sense մի անգամից բան եղա էլի, ոնց որ նոր ենք ծանոթանում, ոնց որ ազդվեցի, ինքը ասեց, ոչինչ Վարամ ջան, ասում է, սև հոգով պայծառ ապագա չես սարքի։ Այսինքն այդ շատ կարևոր սկզբունք է, մենք պետք է կենտրոնանանք եւ հասկանանք լավ անցյալի վրա այլ արդեն չեն կարող ազդել։ Ինչ անենք, որ ապագայում ավելի լավ լինի։ Սև սրտով ոտքի չես կանգնի, ասել է շուշեցի գործարարն ու զրոյից կյանք սկսել։ Եթե անհատը կարող է, պետությունը պետք է եւ կարող է։